Ավետիք Իսահակյանի 150-ամյակի հոբելյանական միջոցառումներն այս օրերին նաև եվրոպական հասցեներ ունեն։ Դրանցից մեկը Լայպցիգի Ֆրիդրիխ Էբերտ շտրասե 27-ն է, որտեղ ուսանողական տարիներն է անցկացրել վարպետը։ Հիմա արդեն այդ շենքը զարդարում է պոետի ինքնություն կոչվող հուշատախտակը, որի QR կոդով կարելի է գերմաներեն տեսանյութ դիտել Իսահակյանի եւ Գերմանիայի առնչությունների մասին։ Լայպցիգում մեկ շաբաթ շարունակ իսահակյանական օրեր էին, գրական երաժշտական երեկոներ, իսկ Լայպցիգի գրքի միջազգային փառատոնում տեղի է ունեցել Աբուլալա Մահարի պոեմի գերմաներեն հրատարակության շնորհանդեսը։ Իսահակյանն այսօր էլ, ինչպես իր կյանքի ապրած տարիներին, միացրել, միավորել եւ ստեղծել է մի գեղեցիկ կամուրջ Եվրոպայի եւ մեր երկրի միջև։ Լայպցիգում ստացած գիտելիքներից բացի վարպետը այդ քաղաքից իր հետ հայրենիք է բերել գերմաներեն գրականության մի բացառիկ հավաքածու, 700-ից ավելի հնատիպ ու մեծարժեք գրքեր, որոնցից շատերն այսօր միակ օրինակներն են ոչ միայն Հայաստանում, այլև Գերմանիայում։ Գերմանական այս հավաքածուն պոետի հետ կիսել է նրա փոթորկուն կյանքի վայրիվերումները։ Ցարական կառավարության տարիներին դրանք բռնագանձվել են, բռնագրավվել են, Իսահակյանը հատուկ նամակ է ուղղել կառավարությանը, խնդրել է, որ դրանք գոնե գերմաներեն գրականությունը հետ վերադարձնեն իրեն, մնացածը եթե չեն վերադարձնում, այդպես պատմության քառուղիներով անցնելով հասել է մեր թանգարան այդ գրքերը եւ այսօր պահվում են Իսահակյանի տուն թանգարանում։ Իսահակյանին նվիրված հանդիսությունները շարունակվելու են ամբողջ տարին։ Կառավարական հանձնաժողովն արդեն հաստատել է հոբելյանական միջոցառումների ցանկը։ Կլինեն գրահրատարակչական, կրթական բազմաթիվ ծրագրեր, գիտաժողովներ, իսահակյանական ընթերցումներ եւ թեմատիկ ցուցադրություններ։ Վարպետի տան հայտնի այգում դաշնակահար Հայկ Մելիքյանի համերգի ընթացքում կհնչեն պոետի խոսքերով գրված ստեղծագործությունները, իսկ թանգարանում հրատարակության է պատրաստվում նրա մեծաքանակ լուսանկարների երկլեզու պատկերագիրքը։ Մինչև տարեվերջ իսահակյանական ցուցադրություններ կլինեն նաև Փարիզում ու Վենետիկում, որտեղ պոետն անցկացրել է իր կյանքի լավագույն շրջաններից մեկը։ Նունե Ալեքսանյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։